Այն, որ իռլանդացիների հետ խաղը բարդ է լինելու, դա փաստ է, քանի որ նրանց պետք է ոչ ոքի արդյունք։ Իռլանդիայի հավաքականն ունի հմուտ մարզիչ Տրապատոնին, իսկ վերջին 6-7 խաղերի ընթացքում նրանց հավաքականը ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպաս։ Սակայն վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ մեր հավաքականն այժմ վերելք է ապրում, եւ եթե մարզական բախտն էլ ժպտա, ապա մենք պետք է հաղթենք։ Հայաստանի եւ Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականների երեկոյան կայանալիք հանդիպման ընթരാճ այսօր լրագրողների հետ հանդիպման այսպիսի մեկնաբանությամբ հանդես եկավ խորհրդային շրջանի հայտնի ֆուտբոլիստ Արարատ 73-ի լեգենդար կազմի անդամ Արարատ ակումբի ավագ մարզիչ Արկադի Անդրասյանը։ То, что будет сложно играть с ирландцами, это факт. Համաձայնելով, որ ոչ թույլ իռլանդացիների հետ խաղը հեշտ չի լինելու, Արարատ 73-ի մեկ այլ անդամ Սերգեյ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի հավաքականը նրանց չի զիջում։ Մեր հավաքականն այսօր իսկապես ցույց է տալիս ժամանակակից ֆուտբոլ։ Տեսնում ենք մոբիլ եւ կոլեկտիվ խաղ, բոլոր օղակների համագործակցություն։ Եվ այս ամենը հույս է ներշնչում, որ անպայման պետք է հաղթանակ ունենանք։ Մենք պարզապես այլ ճար չունենք, հավելեց Սերգեյ Պողոսյանը։ Я думаю, должна быть победа. Нам просто некуда деваться. Արկադի Անդրասյանը համաձայնեց ներկաներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի հավաքականի թույլ կողմերից մեկը եղել եւ մնում է պաշտպանությունը։ Ըստ նրա, պաշտպանությունում պակասում են այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստները, ինչպիսիք են Հենրիկ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը։ Այդ բացը լրացնելու դեպքում թիմը առավել կհզորանա, գնահատում է Անդրասյանը։ Думаю, что нам все-таки не хватает классных игроков. Սերգեյ Պողոսյանն ամենից շատ կարևորում է կոլեկտիվ խաղը։ Մեր ժամանակ ասում էին, անգամ եթե հրավիրենք 11 Պելեի, թիմը կարող է չխաղալ, եթե չլինի կոլեկտիվ խաղ, հիշեցնում է Արարատ 73-ի անդամը։ Пригласить 11 Пеле, но команда может не сыграть. Այսօր Երևանյան բազմաթիվ սրճարաններ, որոնցում ցուցադրվելու է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը, սպասում են ֆուտբոլասերներին։ Այցելեցինք այդ սրճարաններից մեկն ու զրուցեցինք մենեջերի հետ։ Տեղ չի լինում ընդհանրապես նստելու։ Ֆաները շատ հավաքվում են ու շատ ջերմ, անդադ առանց մի րոպե անգամ դադարելու, ոգևորելով իրար, անդադ փորձում են օգնել մեր հավաքականին, թեկուզ էկրանի այս կողմում, բայց անդադ էստեղ լիքն անում միշտ